Արցախի հետ սահմանի գրեթե ողջ երկարությամբ Ադրբեջան 1 տարի առաջ 4 օր շարունակ կրկին փորձեց ուժի միջոցով լուծել Արցախի հետ հակամարտությունը։ Բաքուն Արցախի նախագահի համոզմամբ մեկ նպատակ էր հետապնդում՝ կործանել Արցախի անկախ պետականությունը եւ նոր ցեղասպանություն իրականացնել հայ ժողովրդի հանդեպ։ Թշնամու ագրեսիան լիակատար ձևով ձախողվեց եւ նա կրեց մեծ մարդկային, նյութական ու բարոյական կորուստներ, չկարողանալով կյանքի կոչել իր նենգ ծրագրերից եւ ոչ մեկը։ Աբշերոնի սանձազերծած ագրեսիային հերոսաբար դիմադրեց մեկ բանակ դարձած հայկական եռամիասնությունը։ Մայր Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը կրկին ապացուցեցին, որ ամենաթանկը ազատ ու անկախ հայրենիքն է։ Ցավոք հակառակորդի ստոր եւ սադրիչ գործողությունների հետևանքով ունեցանք անդառնալի կորուստներ, զոհվեցին տասնյակ զինծառայողներ, նահատակվեցին նաեւ խաղաղ բնակիչներ, հավերժ փառք ու պատիվ մեր բոլոր մարտիրոսներին։ Քաղաքական, դիվանագիտական ու տեղեկատվական դաշտերում հայատյաց գործողություններով աչքի ընկնող պատերազմում պարտված Ադրբեջանը հրադադարը շարունակում է խախտել ամեն օր։ Ռևանշիզմը Բաքո Սահակյանի խոսքով ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն, ցեղասպան քաղաքականության հերթական հրեշավոր ու անմարդկային դրսևորում։ Այս ամենը եւս մեկ անգամ հաստատում է մեր ժողովրդի համար դարավոր մի ճշմարտություն։ Մենք պետք է միշտ լինենք ուժեղ ու միասնական, ազգովի պաշտպանենք մեր ազատությունն ու անկախությունը եւ կերտենք արժանապատիվ ապագա գալիք սերունդների համար։ Հայ ոգին ամուր է, կամքը անկոտրում, նպատակներն արդար, մենք պաշտպանում ենք մեր հայրենի հողը, մեր տունն ու ընտանիքը, քրտնաջան աշխատանքով շենացնում մեր երկիրը։ Դա սրբազան առաքելություն է, որը մեր ժողովուրդը միշտ էլ պատվով կիրականացնի։ Աբրահամ Գասպարյան, Արման Գաբոյան, օրակարգ։